Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Ղազինյան, գին կա, թե ինչ արժեհեց է, օրինակ մի քանի օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր, դե գին կասենք, կմտածենք, եթե օրինակ թանկ լինի, արդեն կփորձենք ինչ-որ մասնավոր ընկերություն գտնել։ Ես զարմանում եմ, որ դուք այդ հայտարարություններին հետևում եք, որ մի հայտարարությունն է եղել ճիշտ։ Պարզ, նույն ձեր կողմից նշված անձնավորությունը շատ լավ գիտի, մոտարկված արժեք է, այսպես ասած շուկայական, շատ լավ գիտի, որ պետությունը չի կարողանալու դա ձեռք բերել, այսինքն ներգրավելով հարյուրավոր միլիոն դոլար, այսպես արտաքին պարտք ևս, իմ կարծիքով իրենց պլանը, խաղաքարտերը խառնվեցին, որովհետև Սամվել Կարապետյանը չգնաց գործարքի, իրենց նպատակը առաջին հերթին, որպեսզի գնար գործարքի, չգնաց գործարքի, որից հետո արդեն գնացին այլ ճանապարհով, միշտ ասել եմ ոչ մի իրեն հարգող անձնավորություն կամ բարի համբավ ունեցող կապ չունի միջազգային թե ներքին կազմակերպություն հեծը չի գնելու։ Այստեղ կա այսպես բարոյական կոդեքս։ Չի լինի միլիարդատեր մարդու ձեռքից խլածը մեկ ալ ինչ-որ կազմակերպություն, որը տիրապետում է ֆինանսական ռեսուրսների, չի գա վերցնի, այստեղ արդեն իմ ասածն է, որ ուժերին է կամ որ երկրներին ձեռք տալիս սա ձեռք բերել։ Այսինքն կասկածում եք, որ այստեղ իրենց սրտի օլիգարխներից մեկին կգտնեն եւ նա էլ կգնի հեծը։ Դե ստիպելու միջոցների վրա իրենց չեմ կասկածում, իրենք այդ գործիքակազմին տիրապետում են շատ ավելի լավ, քան բոլորը ընդհանրապես միջազգային այսպես փորձով, բայց գիտեք, այնտեղ պայմաններ կարող են լինել։ Ասենք իրենց օլիգարխին ստիպում են գնելու, նա ասում է, չէ, չգիտեմ, գալիս են ինչ-որ պետական երաշխիքի, եթե գիտեք, պետական երաշխիքի մասին օրենքը փոխվեց եւ պետական երաշխիքը այլևս չի համարվում պետական պարտք։ Ժամանակին, երբ որ պետությունը պետական երաշխիք էր տալիս, դա գումարվում էր պետական պարտքին։ Հիմա այդ խնդիրը վերացրել են, իմ կարծիքով կտան, եթե այդպիսի համաձայնություն լինի, կտան պետական երաշխիք տակը կդնեն, որը ոչ մեկ չի տեսնի, կվերցնեն, կտան այդ համապատասխան անձին, այդ թե ինչ է լինելու դրանից հետո, այդ արդեն նորից կրկնում եմ, ես չեմ ուզում իմ այսպես ամբիցիաները բավարարելու համար վատ լինի մեր երկրի վիճակ, անկախ նրանից ով է ղեկավարում կամ բան, աստղ սխալվեմ, բայց կարծում եմ, որ շատ վատ է լինելու հեծի վիճակը, մի ապացույցել գումարած դրան 3 ուղիղ հարց է տրվում, ասում է թանկացվելու է թե չէ հոսանքը, ինչ է պատասխանում անձնաժողովի նախագահը, ուղղակի ծիծաղելի պատասխան, հաշվի առնելով, որ սա աննախադեպ է, աննախադեպ գործընթաց է, բառերը կարող է այսպես չցիտեմ, բայց միտքը հաշվի առնելով, որ աննախադեպ գործընթաց է, ոչ մի ռիսկ չեմ բացառում։ Այսինքն ուղղակի վախեցավ հայտարարի, որ չի բարձրանալու սակագինը։ Այն դեպքում կրկնում եմ բոլորի համար, Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ 10 տարի չենք թանկացրել եւ 10 տարի չենք թանկացնելու։ Նույն սուբյեկտը երեք ասում է, իսկ ով կարող ասի թանկացնելու ենք, թե չենք թանկացնողը միայն հանձնաժողովն է։ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ մենք հայտով հանդես չենք գալու, որպեսզի թանկանա։ Մնացած արտադրողների մասով, մյուս մասնակիցների մասով իհարկե հանձնաժողովը կարող է թանկացնել։ Ներեցեք, այսպեսի մի հարց, իսկ կարող են նախընտրական շրջանում էժանացնել, հետո նորից բարձրացնել։ Կարող է այդպիսի սցենար լինել։ Մոտավորապես ճանաչելով իշխանությունների գործելավոճը, ես ոչինչ չեմ բացառում։ Պարոն Ղազինյան, ի վերջո հեծի հետ կապված այս ամբողջ գործընթացը ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի միջազգային ներդրումների վրա եւ այս ընթացքում խոսել եք ձեր գործընկերների հետ միջազգային դրամ առհասարակ ինչ են մտածում եւ արդյոք պատրաստ եք որևէ գիտություն, որևէ հետազոտություն անել, թե դրա կարիքը չկա, ինչ բարձր։ Չէ, բանի մասով, ներդրումների մասով թվերն են հրապարակվում, տեսնում եք, որ խայտարակ վիճակում ենք, որպես այդպիսի ներդրում չի կարող լինել, բայց նորից կրկնում եմ, գիտեք, յուրաքանչյուր նորմալ մարդկանց կամ կազմակերպությունների դեպքում աշխատում է տրամաբանությունը, ճիշտ է, հիմա եկեք իրար տրամաբանենք։ Կա շատ մեծ ընկերություն, որը ունի եւ աշխատանքային փորձ եւ այնպիսի աշխատակիցներ, որոնք կարողանում են յուրաքանչյուր տեղ ներդրում անելուց առաջ, չէ՞, ստուգել է տեղի հարկային դաշտը, պետական օրենքները, ամեն ինչը։ Հիմա պատկերացրեք, ինչ որ մեկ ուզում է Հայաստանում ներդրում անել։ Բացի վերոնշյալ երկու, այսպես ասած, ճշնամական երկրներից։
Գալիս են այստեղ ուսումնասիրում են, տեսնում են, որ կար մի գործարար, որը հեծը սննկացման եզրին եկավ վերցրեց, խնդրանքով եւ այլ եւ այլ, այսպես կանգնացրեց ոտքի, հետո հասկացավ, որ իր պետությունը գնում է կործանման եւ եկեղեցու հետ կապված պաշտպանության հայտարարություն եղավ, որի արդյունքում, այսպես արագացված եմ ասում, արդյունքում այդ ակտիվը խլեցին։ Հիմա ես հարցը ձեզ եմ տալի, դուք պատասխանեք։ Որևէ միջազգային ներդրող, կլինի դա անձ թե կազմակերպություն, այդ ամեն ինչը տեսնելով ներդրում կանի։ Բնականաբար չի անել։ Գործունեությունը հայ ՀՑԿ-ի որոշման հետ բողոքարկելու հնարավորություն կա, բողոքարկելու եք ինչ եք անելու։ Ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ իշխանությունների են մանիպուլյացիան, որ տեսեք Սամվել Կարապետյանը դատի է տալիս պետության եւ այլն, խնդրում եմ մեր հայրենակիցներին, որպեսզի հասկանան մի բան, մենք երբևիցե չենք նույնականացրել իշխանությանը պետության հետ։ Այս ամեն ինչը մենք անում ենք իշխանության դեմ, այլ խնդիրը հետո միշտ ասել եմ, Սամվել Կարապետյանը միանձնյա պետք է որոշի հաղթած այսպես քեյսերի հետ ինչ պետք է արվի։ Մենք մեր պայքարը շարունակելու ենք, որտեղ բաց այդ անարդարությունը եւ ձեզ այսպես մի փոքրիկ երևի թե պարոն Կարապետյանը ինձնից կնեղանա, որ ես դա ասում եմ, բայց այսպես խոսակցությունների մակարդակով ու ինձ ամենայն դեպս տեղեկացվել եմ, որ Սամվել Կարապետյանը ամեն դեպքում մտածում է, որ ոչ թե իր ակտիվի մասին, սա առաջ անգամ ասում, եւ ինձ այսպես հասցրել է, որ մենք միևնույն է պետք է պայքարենք, որովհետև հեծը վերաբերվում է ամբողջ ազգին եւ սրանք հեծը բերելու են այն վիճակին, որ տուժելու է ամբողջ ազգը։ Հենց դրա պատճառով էլ պայքարելու ենք։ Պարոն Ղազիմյան, մենք մի փոքր ուշ միացանք հարցազրույցին, այսօրվա վճռից դատավորի ինչ ակնկալիք ունեք։ Չունեմ ակնկալիք, բայց շատ կուզենամ սխալված լինեմ։ Երեք տարածվում է լրատվամիջոցները, որ 2 ամսով կալանավորելու են։ Որ լրատվամիջոցները, որ էտել շե, դե պարզ չի։ Մի քանի։ Պարզ չի, կարող ժամանակագրությունն են խառնել։ Ինձ թվում է պարզ է, ինչա կատարվում։